Հրեշտակներ եկրանքում, Տիրոջն են կողեքում, Փարավանում են մեր, Արարիչ ասուն, Հավիտյան փառ, Հավիտյան փառ, Հավիտյան փառ, Փառք Հիսուսի, Հավիտյան փառ, Հավիտյան փառ, Հավիտյան փառ, Փառք Հիսուսի։ Սիրտս է ուզում ձուլվել հրեշտակային երգին, միանալ երկնքում Տեր Հիսուսով փրկվածներին և անդադար հոգիս օրհնում է իմ փրկչին, միակ ասուն անգին Տեր Հիսուսի և անդադար հոգիս օրհնում է իմ փրկչին, միակ ասուն անգին Տեր Հիսուսի։ Այս աշխարհում խավար, հարսը եկեղեցի, ուզում է շուտ տեսնել իր Փեսային Տեր Հիսուսի, եկող Հիսուս Քրիստոս, հարսը դե քեզ սպասում, ու քեզ անվեր սրտանց, երկրպագում, եկող Հիսուս Քրիստոս, հարսը դե քեզ սպասում, ու քեզ անվեր սրտանց, երկրպագում։ Մեզ երկնքում սիրով սպասում է հիանալի, փառավորյա Քրիստոս, Աստծո որդի հսկաչելի, և անդադար հոգիս օրհնում է իմ փրկչին, միակ ասուն անգին Տեր Հիսուսի, և անդադար հոգիս օրհնում է իմ փրկչին, միակ ասուն անգին Տեր Հիսուսի։ Գաղտնիք չէ և անզեն աչքերով էլ տեսանելի է, թե տեխնիկական միջոցները ինչպիսի հսկայական քայլերով առաջանում են և վստահաբար այս գործընթացը պիտի շարունակվի։ Այսօր տեխնիկական միջոցները մարդկանց կլանել են և այդ բանը ոչ միայն Միացյալ Նահանգներում կամ զարգացած եվրոպական երկրներում է, ամենուրեք, անգամ Աֆրիկյան մայրցամաք, Բուրկինա Ֆասո կամ էլ Ղրղստանի մի գյուղ, ամենտեղ հասած է։ 90-ական թվականներին հայտնվեց առաջին բջջային հեռախոսը և այն կշռում էր 1 կիլոգրամ և այն շատ թանկ էր, ամեն մարդ չուներ և ընդամենը մեկ գործողություն էր կատարում, կարող էր զանգել կամ քեզ կարող էին զանգել, այդքան մի բան։ Ներկայիս 5-6 տարեկան երեխայի ձեռքը բջջային հեռախոս կա և նրանք չափահասներից ավելի լավ են գործածում, այդ միջոցներին ավելի լավ են տիրապետում։ Ականատես եմ եղել 2 տարեկան երեխան բջջային հեռախոսով մտնում է YouTube և իր սիրած մուլտֆիլմը նայում է, ինչպես է։ Այսօր այս iPhone-ները, iPad-երը ամբողջ աշխարհը գրավել են։ Ամեն օր նոր բան կա և այս գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով է բարձրանում։ Դանիել մարգարեն իր մարգարեության 12-րդ գլուխ և 4 համարում գրում է հետևյալը. Վերջին ժամանակներում գիտությունը պիտի շատանա,
Սա լավ է, թե վատ։ Կախում ունի թե ինչ ձևով է այն գործածվում եւ ինչի համար է ծառայում։ Եթե այդ վերցնենք հենց բջջային հեռախոսը, եթե այն ծառայում է առօրյա օգտակար հաղորդակցության համար, աշխատանքի համար, տարբեր օգտակար բաների համար, եւ նաեւ ասենք ավտովթար պատահար տեղի ունեցավ եւ պետքություն կա որ կանչվի ասենք շտապ օգնություն կամ հրդեհ եղավ եւ այդ ծառայությունները պիտի կանչվեն ոստիկանություն պիտի զանգվի անշուշտ որ սա օգտակար է բայց եթե այդ բջջային հեռախոսը ծառայում է բամբասանքների համար ուրիշի տունը քանդելու համար տարբեր տեսակի զրպարտությունների համար, ահաբեկչություն կազմակերպելու համար, պորնոգրաֆիկ սայթեր մտնելու համար, ահա սա ահավոր է եւ դատապարտելի է։ Միջուկային էներգիան, nuclear energy, որ ուրանի հարստացումով են ստանում, այսօր բժշկության մեջ գործածում են եւ մի շարք գիտությունների մեջ եւ դրա դրական արդյունքը ակնհայտ է բայց մյուս կողմից միջուկային էներգիայով կարող են զենք սարքել եւ մարդկությունը վտանգի տակ է այսօր մի շարք պետություններ որ միջուկային զենք ունեն եւ անկառավարելի են այդ երկրները մշտապես նրանցից վտանգ կա որ այդ զենքը կարող են գործածել Համակարգիչը այսօր մարդիկ առանց համակարգչի իրենց կյանքը չեն պատկերացնում ոմանք առավոտից մինչև գիշեր ոմանք էլ անգամ անկողին են տանում իրենց համակարգիչը իրենց հետ կախված այն բանից թե համակարգիչը ինչի համար է գործածում օրինակ պատկերացրեք հսկա ֆինանսական կորպորացիաներ եւ իրենց գործառույթները թուղթ ու մատիտով անեն հնարավոր է նման բան անկարելի է ուրեմն որոշ անհրաժեշտություններ կան եւ նրա մեջ կարող է շատ օգտակար բաներ գտնել մարդու վերաբերյալ կենցաղի վերաբերյալ կյանքի վերաբերյալ եւ նաեւ շատ ու շատ վնասակար բաներ սա մի միջոց է նաև Աստծո խոսքը տարածելու համար։ Կարող ես Աստծո փրկարար շնորհքը, որ մեզ հասավ, դու էլ ուրիշներին ուղարկես, վկայես, դա կլինի որևէ քարոզախոսություն, կամ դու ինքդ կվկայես, կամ էլ Սուրբ գրքից որևէ համար կգրես, եւ այդպիսով Քրիստոսի փրկարար շնորհքը կարող է շատերին հասնել։ Ուրեմն կախված այն բանից թե ինչի համար ենք մենք գործածում եւ ինչպես ենք այն գործածում բայց նաեւ մեկը կարող է իր ամբողջ օրը պարապի անցկացնել գտնվելով համակարգչի առջև դատարկ բաների վրա մի այսպիսի հոդված կարդացի հավանաբար ավելի շատ կատակ էր Մի ազնվորություն ասում է, որ իրենց մոտ մի քանի ժամով հոսանքը դադարեցվեց։ Եվ ասում է ստիպված էի կողակցիս հետ շփվել, նրա հետ խոսել։ Հայտնաբերեցի, որ կողակիցս բավական լավ ազնվորություն է։ Ուրեմն այնքան է խորացած եղել համակարգչի մեջ, ընդհանրապես իր կյանքը խաթարված է, միայն այդ համակարգիչը եւ վերջ։ Գիտեք, քանի որ գիտությունը բարձունքների հասել, մարդու մոտ հպարտություն է առաջացել, ինքը ամեն բանի կարող է, ինքը իր համար դարձել է Աստված։ Բայց Աստված ասում է, ով մարդ արարած, դու իմ առջև փոշուց թեթև ես։ Եթե դու կարծում ես Աստված ես, արդյոք կարող ես խույս տալ մահից։ Չես կարող։ Աստված է ամեն ինչի ստեղծիչը։ Ինքն է մարդուն տալիս միտք բնության մեջ եղած գաղտնիքները հայտնաբերելու համար։
Ամեն տեսակ օրենքները տիեզերքի մեջ Աստված հաստատեց եւ մարդկանց միտք է տվել եւ նրանք էլ տարիների դարերի ընթացքում այդ գաղտնիքները հայտնաբերում են եւ դա մի որոշակի նպատակ ունի, որ մարդը հասկանա, որ այս ամենի ետևում ստեղծիչ կա եւ այդ ստեղծիչ Աստծուն ճանաչի։ Իրական ողջամիտ փաստացի, այսինքն ապացուցված գիտությունը երբեք Սուրբ գրքին չի հակադրվում։ Բայց այն գիտությունը, որ հաստատված է միայն տեսության վրա, թեորի, եւ նաեւ հաստատված է ենթադրությունների վրա, մշտապես Սուրբ գրքի հետ խնդիր ունի։ Ամեն ինչ իր հերթով, օրինակներ ձեզ պիտի բերենք։ Գիտության որդեգրած սկզբունքը հետևյալն է, որպեսզի մի բան առաջանա, անհրաժեշտ են 5 գործոններ։ Եվ սրա հեղինակը հայտնի գիտնական Սպենսերն է եղել, որոնք են այդ 5 գործոնները։ Ժամանակ, միջոց, նյութ, զորություն եւ շարժում։ Բացում ենք ծննդոց առաջի գլուխը եւ կարդում ենք առաջի 2 համարները։ Սկզբից Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց, երկիրը անձև եւ պարապ դարձավ եւ անդունդի վրա խավար կար եւ Աստծո օքին ջրերի վրա կշարժեր։ Այս 5 գործոններ այստեղ կան թե չէ։ Անշուշտ։ Ժամանակը, որ ժամանակն է, սկզբից։ Միջոցը երկինքը, նյութը, որ մեջտեղ եկավ, երկիրը, զորությունը Աստծո հոգին, որ անձնավորություն է, որ ունի անսահմանափակ զորություն, եւ շարժումը Աստծո օքին ջրերի վրա կշարժեր ամենուրեք էր։ Այս 5 գործոնները կան այստեղ։ Եվ սրան գումարած ամենակարևորը, որ Աստված է, որ այս ամեն բաները ստեղծեց։ Աստված ստեղծեց իր խոսքով, ասավ եւ եղավ։ Եվ գիտության կողմից ապացուցված է, որ այդ խոսքը կարող է վերածվել էներգիայի եւ էներգիան կարող է փոխակերպվել նյութի։ Ուրեմն տեսնում ենք այն գիտությունը, որ հաստատված է փաստերի վրա, Աստծո խոսքի հետ որևէ խնդիր չունի։ Մեծապես շրջանառվում է Big Bang-ի տեսությունը։ Big Bang։ Երևի չինացիների մոտ էլ զինգ-զանգ է։ Բայց ահա այս տեսությունը Աստծո խոսքի հետ վստահ խնդրեմ ունի։ Խնդիր կա, որտեվ այդ Big Bang-ը իրենց ներկայացվում է մի հսկայական պայթյուն։ Պայթյունի հետևանքով ներդաշնակ ստեղծագործություն չի կարող առաջանալ, այլ կարող է առաջանալ միայն քաոս։ Ուրեմն Big Bang-ի տեսությունը դա չհաստատված, չապացուցված մի բան է, որ միայն ենթադրությունների վրա է հաստատված։ Հարյուրամյակներ շարունակ մեծ վիճաբանություններ են եղել երկիր մոլորակի տարիքի վերաբերյալ։ Age of the Earth։ Պրոֆեսոր Ռամզին, իր ժամանակին շատ հայտնի մեկը, ուսումնասիրություններ է կատարել եւ ինչ է կարծում, որքան է երկիր մոլորակի տարիքը 10 միլիարդ տարի 10 բիլիոն դուք պատկերացնում եք Դարվինը ավելի համեստ է գտնվել 300 միլիոն տարի Ջոն Փերին սրանք բոլորը նշանավոր մարդիկ են 2-ից 3 միլիարդ տարի Լավ, 2 եւ 3 միլիարդի միջև հսկայական ժամանակ կա։ Թվեր է, որ կրակում են։ Եվ ով պիտի ստուգի, իր ուսումնասիրության արդյունքն է սա։ 1862 թվականին Լորդ Քալվինը ելավ եւ իր ապացույցների արդյունքը հրատարակեց հետեւյալ ձևով։ Երկիր մոլորակի տարիքը 20 միլիոնից մինչև 400 միլիոն է։
20, 21, 22, 23, հնարավոր է այդ բոլորը, մինչև 400։ Դուք պատկերացնում եք։ Տարիներ առաջ Վանաձորում մի ուսումնական հաստատության տնօրեն իր մոտ է կանչում այդ հաստատության տնտեսվարին եւ ասում է գնա ու հաշվի քանի դռներ ունենք հաստատության մեջ, որպեսզի դրանց կողպենքները փոխվի։ Եվ այդ անձնավորությունը գնում է, կարճ ժամանակ հետո հետ է գալիս, ասում է, չգիտեմ 9 թե 21։ Հիմա Լորդ Քելվինի ասածն է, մարդը չգիտի 20 միլիոն տարի է, թե 400 միլիոն։ Վիկիպեդիան հետևյալն է ասում, երկիր մոլորակի տարիքը 4.54 միլիարդ տարի գումարացանած 50 միլիոն տարի։ Եվ գործածված է ռադիոմետրիկ չափումները դրա արդյունքում է։ Մենք ում հավատանք, ում ասածն է ճիշտ, որ մեկ գիտնականն է ավելի ազդեցիկ, մեզ համար մեկ աղբյուր կա եւ դա Աստծո խոսքն է եւ Աստված ասում է սկզբից։ Եվ Աստված մարդու առջև հաշվետու չէ, որ գրի քանի միլիոն տարի առաջ կամ քանի հազար տարի առաջ։ Մինչև 16-րդ դարը կարծվել է, որ երկիր մոլորակը նստած է մի հրեշի վրա։ Հետո ուրիշ գիտնականներ ելել են ասել են չէ, հրեշ չէ, փղի վրա։ Ոմանք էլ ասել են չէ, փիղն էլ հավանական չէ, կրիայի վրա։ Սուրբ գրքի ամենահին գրություններից մեկի մեջ, Հոբի գրքի մեջ, այդ մասին արդեն գրված է։ Հոբ 26:7 նա, այսինքն Աստված, հյուսիսը պարապ տեղի վրա կտարածի ու երկիրը ոչինչի վրա կախված է։ Տիեզերքի մեջ երկիրը կախված է, արդեն գրված է Աստծո խոսքի մեջ։ Հապա երկրի գնդաձև լինելը, նորից մինչև 16-րդ դարը այն կարծիքն են ունեցել, որ երկիրը հարթ է։ Բայց հետո ապացուցեցին, որ երկիրը գնդաձև է եւ այդ ապացույցները համընկնում են Սուրբ գրային ապացույցների հետ, որոնք գրվեցին օրինակ Քրիստոսից 700 տարի առաջ Եսայի մարգարեի ձեռքով գրվեց, կարդում ենք Եսայի 20-րդ գլուխ ներողություն Եսայի 40-րդ գլուխ եւ 22 համարը Ինքն է, այսինքն Աստված, եկի շրջանակի վրա նստողը եւ նրա բնակիչները մալախների պես են, ինքն է երկինքը վարակուրի պես տարածողը ու նստելու համար զանիկա վրանի պես կանգնեցնողը։ Մեկ ուրիշ համար էլ գտնում ենք Հոբի մարգարեության մեջ, Հոբ 22-ի եւ 14 հետեւյալն է ասում. Ամպերը նրա առջև ծածկույթ են ու չի տեսներ եւ նա երկնքի կամարի վրա կպտտի։ Աստված իր խոսքով արդեն հայտնել էր, որ այս երկիր մոլորակը գնդաձև է եւ նաեւ տիեզերքի մեջ կախված է։ Մարդու գոյությունը երկրի վրա։ Գիտնականներ ինչ են ասում 10,000 տարուց սկսած միջև ձեր մտքով ինչ թիվ կանցնի, իրենք ասում են։ Որովհետև ամեն մեկը իր ուսումնասիրությունն է անում եւ հանգում են այս կամ այն եզրակացության։ Սուրբ գիրքը շատ հստակ է սիրելներ։ Ծննդոց առաջի գլուխ 26-27 համարները։ Աստված ասավ մեր պատկերի եւ նմանության պես մարդ անենք, նա ծովի ձկների եւ երկնքի թռչունների եւ անասունների ու բոլոր երկրի սողացող բոլոր սողունների վրա թող իշխե։ Աստված իր պատկերով ստեղծեց մարդը, Աստծո պատկերով ստեղծեց զանիկա, արու եւ էգ ստեղծեց զանոնք։ Աստված օրհնեց զանոնք եւ Աստված անոց սավ. աճեցեք ու շատացեք եւ երկիրը լեցրեք եւ նրան տիրեցեք
ու ծովի ձկների ու երկնքի թռչունների ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիներին իշխեցեք։ Ադամից ու Եվայից մինչև այսօր հաջորդաբար սերունդների հաշվարկները երբ որ կատարում ենք, ստանում ենք 6000 տարի։ Մեզ համար հիմք է սա եւ բոլորովին ուշադրություն չենք դարձնում այդ գիտնականը հայտնի գիտնականներ կամ նրա կատարած ուսումնասիրությունները ինչպիսին են, մեզ համար կարևորվում է Աստծո խոսքը։ Առաջի թագավորաց 2-րդ գլուխ եւ 3-րդ համարում, անգլերենով 1 Samuel, գրված է. Տերը գիտության Աստվածն է։ Շատերին է հայտնի մակընթացություն եւ տեղատվություն հասկացողությունը։ Անգլերենով tidal waves, high waves and low waves, ասպիսի հասկացողություն կա, ձեզ բացատրությունը կարդամ, թե ինչ է դա նշանակում։ Երկրի ծովերի, մակարդակների ու մթնոլորտային ճնշման պարբերական տատանումներ, որոնք պայմանավորված են լուսնի եւ արևի ձգողությամբ։ Ավելի մանրացնենք, սա իրենից ինչ է ներկայացնում։ Հյուսիսային կիսագնդի հյուսիսում գտնվող օվկիանոսային ջրերը, օրինակ Կանադայի ափերը ողողող կամ Սկանդինավիայի ափերը ողողող ջրերը, ժամանակ առ ժամանակ ետ են քաշվում, հսկայական ջրային մասսաներ, ետ է քաշվում, ապա որոշ ժամանակ անց նորից ետ են գալիս այնպիսի զորությամբ, որ կարող են ջրեղեղներ ստեղծել։ Եվ նաև հարավային կիսագնդի ամենահարավում եղած երկրների ծովափներում է դա զգալի, օրինակ Չիլի, Արգենտինա, Ուրուգվայ կամ Ավստրալիայի հարավում գտնվող այդ շրջանները։ Ուրեմն այս հասկացողության վերաբերյալ Գալիլեո Գալիլեյը, Նյուտոնը եւ նրանցից հետո 17-18-րդ դարում աշխատություններ եղան։ Եվ նրանք բոլորն էլ եկան այն եզրակացության, որ արևի եւ լուսնի փոխադարձ ձգողության արդյունքում է, որ այս մակընթացությունը եւ տեղատվությունը տեղի է ունենում։ Ինչ եք պատկերացնում, Աստծո խոսքի մեջ սրա վերաբերյալ ոչինչ չկա։ Կա Առակաց 8-րդ գլուխ 28-29 համարները, Proverbs անգլերենով։ Երբ վերի ամպերը կուժովցներ ու անդունդներին աղբյուրները կհաստատեր եւ ծովին կանոն կդներ, որպիսի ջրերը իր հրամանից դուրս չելեն ու երբ երկրի հիմքերը կդներ, այս ամեն բաները երբ որ կատարվում էր, այն ատեն ես հոր մոտ կամ անորքով ճարտարապետ էի։ Ով է այս ամենի ստեղծողը եւ հաստատողը? Տեր Հիսուս Քրիստոս է։ Եվ զարմանալի չպիտի թվա, որ երկիր մոլորակը կլոր լինելով եւ նաեւ այսքան ջրային մասսա, մոտավորապես 70% երկիր մոլորակի օվկիանոսներ են, ջրեր են, եւ դրանք տիեզերքի մեջ դուրս չեն գալիս, այլ մնում են, որտեվ այս օրենքն է դրված տեղատվությունների եւ մակընթացությունների օրենքը եւ արևը եւ լուսինը որպես ձգողական ուժեր դրանց։ Միջև այժմ գիտական այն համոզումը կա, որ լեռները դարաշրջանների էոնների ընթացքում շերտ կազմվել են եւ դարձել են լեռներ։ Տրամաբանական է սա։ Ոչ իհարկե, որտեվ երբ որ այդ լեռների վրա շերտերը ավելանում են, անպայմանորեն դաշտավայրերի վրա էլ այդ շերտերը կավելանային։ Բայց ահա տեսեք, թե ինչ ասում Աստծո խոսքը Եսայի 40-րդ գլխում, Եսայի 40-12-13 համարները։ Ով իր ափով ջրերը չափեց եւ թիզով երկինքը ծրագրեց ու երկրի հողը չափի մեջ ամփոփեց ու լեռները
կշրաթաթով ու բլուրները կշիրքով կշրեց։ Ով քննեց Տիրոջ հոգին ու անոր խորթակից եղավ, ուղղություն տվավ անոր։ Ով տվեց։ Ոչ մեկը։ Տերը արավ այս ամեն բաները։ Ինքը կշիրքով հաստատեց լեռները, այնպես որ գիտնականների այդ գիտական ուսումնասիրությունները դատարկ եւ պարապեն։ Ինչու է այսպես։ Որովհետև գիտությունը չունի սկզբնաղբյուրը, սկզբնակետ չունի։ Իրենց համար ամեն բան սկսեց միաբջիջով, ամիոբայով, ինչ է այդ միաբջիջը երկու սերի էր, արու եւ էք էր միաբջիջը, եւ ով ստեղծեց միաբջիջին, պատասխանը չունեն, ուրեմն այդ օղակը իրենց մոտ պակասում է։ Առակաց 2 գլուխ 6 համարում գրված է. Վասնզի իմաստությունը Տերն է տալիս ու գիտությունն ու հանճարը նրա բերանից են դուրս գալիս։ Նրա բերանից դուրս է գալիս, հրամայում է, ստեղծվում է եւ նաեւ գրել է տալիս, որպեսզի մարդ արարածը, որ իր պատկերի եւ նմանության պես է ստեղծված, հասկանա այս ճշմարտությունները։ Այն գիտությունը, որ հիմնված է տեսության եւ ենթադրությունների վրա, եւ նաեւ հակառակ է աստվածաշնչյան սկզբունքներին, Աստված բնորոշում է տալիս այդ գիտությանը։ Պողոս առաքյալ այսպես է գրում Տիմոթեոսին, առաջի Տիմոթեոս 6 գլուխ եւ 20 համար։ Ով Տիմոթեոս քեզ տրված ավանդը պահե, փախչելով պիղծ ու նայնաբանություններից եւ սուտանուն գիտության հակառակություններից։ Ուրեմն այսպիսի գիտությունը Աստծո կողմից որակվում է որպես սուտանուն գիտություն, այսինքն դատարկ եւ պարապ մի գիտություն։ Հռոմեացիներին գրված նամակում Պողոս այսպես է գրում, առաջի գլուխ 28 համար. Քանի որ չուզեցին Աստծուն իրենց գիտության մեջ պահել, Աստված էլ նրանց անարգ կրքերի մատնեց ամեն տեսակ անառակություն անելու համար։ Որտեւ Աստծուն ասին մենք քո պետքությունը չունենք, մենք խելացի ենք, մենք ամեն բան գիտենք։ Սաղմոս 14:1, Սաղմոս 53:1 անազգամը իր սրտի մեջ ասավ Աստված չկա։ Այո, իսկապես գիտությունը հպարտացնում է։ Մանավանդ սուտանուն գիտությունը, որ ենթադրաբար է գալիս։ Ամեն ստեղծվածների ստեղծիչը Աստված է։ Ծննդոց առաջի գլխում 10 անգամ գրված է ամեն մեկը ամեն ինչ իր տեսակի պես Աստված ստեղծեց եւ դա լինի մարդ, անասուն կամ բնություն, նրանց մեջ դրեց բազմացման կոդը եւ դրա պատճառով այս բազմացումը տեղի ունեցավ։ Շատ հայտնի է, շատ պարզ է։ Ճշմարիտ գիտության հեղինակը Աստված է եւ ինքն է հաստատել բոլոր բնական օրենքները եւ զարգացման օրինաչափությունները։ Ուրեմն իրական գիտությունը ճանաչելու համար նախ Աստծո տրված գիտությունը պիտի ճանաչենք։ Հարցում մարդկային պատմության մեջ առաջի վիրահատությունը ով է արել, որ բժիշկը, առաջի վիրահատության հեղինակը Աստված է։ Կարդում ենք Ծննդոց 2 գլուխ եւ 21-23 համարները։ Եվ Տեր Աստված խորունկ քուն բերեց Ադամի վրա։ Օրգանիկ նարկոզ տվեց։ Եվ նա քնեց։ Նրա կողի ոսկորներից մեկ առավ եւ նրա տեղը միս լեցրեց։ Բավական բարդ գործողություն է սա։ Եվ Տեր Աստված Ադամից առած կողի ոսկորից կին սարքեց եւ զանիկա Ադամին բերավ։
ոչ միայն գործողություն կատարեց, այլ նաև կյանք տվեց։ Այսօր բժիշկները շատ բարդ գործողություններ են կատարում, Աստված իրենց թող շատ օրհնի։ Մարդկանց կյանքեր են փրկում եւ նրանք ովքեր որ խոնար են այդ բժիշկները, ասում են, գիտեք, մենք մեր գործը արեցինք, մնացածը Աստծուց է գալիս, կյանք տվողը ինքն է։ Անշուշտ պարագաներ էլ կա, որ ասում են գործողությունը հաջողությամբ անցավ, բայց հիվանդը մեռավ։ Մի հատ հարցնենք, գոնե այդ ընթացքում մի հատ քրտնես, թե չէ։ Աստված է իրական բժիշկը, որ գործածում է նաև բժիշկներին, նրանց իմաստություն է տալիս մարդկանց կյանքերը փրկելու համար։ Այս ամենից վեր եւ գերազանց մի գիտություն կա սիրելներ, դա Աստծո խոսքի գիտությունն է։ Այն այս աշխարհից չէ, այն երկնայինն է, այն հավիտենական խոստումներ ունի, այս գիտությունը երբեք չի փոխվում եւ երբեք չի սակարկվում։ Օրինակ աշխարհի գիտությունը սակարկելի է։ 19-րդ դարում մի հայտնագործություն են արել, ներկայիս մեկը ելնում է, ապացուցում է, որ այն սխալ էր, սա է ճիշտը։ Եվ որքան այդպիսի բաների մենք ականատես ենք լինում, առաջ գիտնականները կարծում են այս կերպով, հիմա եկել են այն եզրակացության, որ այդպես չէ եւ այսպես է։ Բայց Աստծո բերած գիտությունը երբեք չի փոխվում, այն չի սակարկվում, այն հաստատուն մնայուն է, երկնային է։ Երկրորդ Կորինթացիներին գրած նամակում Պողոս առաքյալ այսպես է գրում. Երկրորդ Կորինթացիս 4:6 համարն է. Վասնզի Աստված որ հրաման արավ, որ խավարից լույս ծագի, ինքը մեր սրտերի մեջ ծագեց Աստծո փառքի գիտության լույսը տալու համար Հիսուս Քրիստոսի անձով, ահա բանալին։ Թե ինչպես մենք այդ աստվածային գիտությանը կարող ենք տիրանալ։ Հիսուս Քրիստոսի անձով բերվեց այդ գիտությունը, որ մարդուն լուսավորում է։ Եվ այս գիտությունը միայն գիտենալ չէ, այլ ճանաչողություն է։ Եվ ոչ թե երևույթ, այլ անձին պիտի ճանաչենք։ Պողոս առաքյալը նաև Կողոսացիներին է գրում, 2-րդ համար, Քրիստոսի խորհրդի գիտությունը։ Խորհուրդ ինչ է? Գաղտնիք է։ Սա ինչ գաղտնիք է? Աստված մարմնով հայտնվեց։ Աշխարհի համար սա գաղտնիք էլ մնում է։ Ում մեջ որ իմաստության եւ գիտության բոլոր գանձերը պահված են։ Քրիստոսից են այդ ամենը դուրս գալիս։ Իր անձի մեջ են այս ամենը։ Պողոս առաքյալի համար այս հանգամանքը ամենափափագելին էր, ամենացանկացած բանն էր, իր համար ամենաձգտելին էր եւ դրա համար իր երկրավոր փառքը մեկդի դրեց։ Փիլիպեցիներին գրած նամակում այսպես են կարդում, Փիլիպեցիս 7 եւ 8 համարները։ Ինչ որ ինձ համար շահ էր, այն Քրիստոսի համար վնաս համարեցի։ Եվ իրապես ամեն բաներն էլ վնաս կհամարեմ Քրիստոս Հիսուսի գերազանց գիտության համար, որի համար ամեն բանից զրկվեցի։ Փարիսեցի էր, փառք ու պատիվ ուներ, մի կողմ Քրիստոսի գերազանց գիտության համար, Քրիստոսի անձը ճանաչելու համար։ Քրիստոսով է Աստված ճանաչողությունը, ուրիշ ճանապարհ չկա։ Եվ ահա Եհովայի վկաների այս ահավոր իրենց ընթացքը դրա համար է, որ իրենք աղանդ են կոչում, որովհետև Քրիստոսի աստվածությունը չեն ճանաչում։ Սա մահացու մի սխալ է։ Չես ճանաչի Եհովային, երբեք Աստծուն չես ճանաչի, եթե Քրիստոսի անձը չճանաչես, որ նա Տեր է, Աստված է եւ փրկիչ է։ Եվ Պողոս առաքյալը ասում է ամեն բաները աղտեղություն կհամարեմ։ Թեև աղտեղություն չէին, աշխարհի սկզբունքներով շատ լավ էլ բաներ էին, սակայն մի կողմ Քրիստոսի գերազանց գիտությունը ճանաչելու համար։
Քրիստոսի մեջ մենք ինչ գտանք, ճանապարհ դեպի երկինք, ճշմարտությունը միակ, հարությունը հրաշափառ, կյանքը հավիտենական, մեղքերի թողություն միայն իր արյունով, Աստծո առջև արդարանալ միայն Քրիստոսի արյունով եւ բոլոր ճշմարիտ վերստին ծնունդ ունեցող հավատացյալները այս ճշմարտություններին տիրացել են եւ շատ ավելին։ Աստված Օվսեա մարգարեի միջոցով հետևյալն է գրում, կարդանք, Օվսեա անգլերենով Հոզեա է 4:6 համարը։ Իմ ժողովուրդս գիտություն չունենալու պատճառով բնաջինջ եղավ, որովհետև դու գիտությունը մերժեցիր, ես էլ քեզ պիտի մերժեմ, որպեսզի անգամն էլ ինձ քահանա չլնես, որովհետև քո Աստծուդ օրենքը մոռացար եւ ալ քո որդիներուդ ես պիտի մոռանամ։ Ուրեմն գիտությունը, որ մերժեցի, Աստված էլ քեզ է մերժում։ Այդ գիտությունը Քրիստոսի անձի ճանաչողությունն է։ Եվ նաև 6:6 համարը, քանզի ես ողորմություն կուզեմ եւ ոչ թե զո եւ ողջակիցներից ավելի Աստծո գիտությունը։ Եվ Մաղաքիա մարգարեն էլ ավելացնում է 2:7 համար, քահանայի շրթունքները գիտությունը պիտի պահեն, այսինքն մարդկանց աստվածային գիտությունները պիտի փոխանցեն, սակայն նախապաշարումներով եւ ավանդություններով այդ ժողովուրդը միտեղ չի ասնում, չի ճանաչում Քրիստոսի անձը, Աստծո գիտությունը։ Կողոսացիներին գրած նամակի առաջի գլխի 9-10 համարները հետևյալն է։ Սրա համար այն օրերեն երբ լսեցինք, չենք դադարի ձեզ համար աղոթել է եւ խնդրանք մատուցանել է, որպիսի կատարյալ լինեք, այսինքն լցված լինեք, անոր կամքի գիտությունով, լեցվեք իմաստությունով եւ հոգեվոր հանճարով, որպիսի դուք Տիրոջը արժանի կերպով քայլեք եւ ամեն բանի մեջ իրեն հաճեսնեք բարի գործերով պտղաբերիկ եւ աճիկ Աստծո գիտությունով։ Հոգեվոր պտուղներ բերելու համար աստվածային գիտությունը, իմաստությունը եւ հանճարը անհրաժեշտ է, որպիսի իմանանք մեր աստվածպաշտությունը ինչպիսին է, որպիսի ճանաչենք Տիրոջ կամքը եւ դրա համաձայն մեր հոգեվոր կյանքերը շտկենք։ Ուրեմն այստեղ կարդացինք Աստծո գիտությունով։ Իսկ 2 Պետրոս 1:2 համարում գրված է. շնորհքը թող ձեր վրա ավելանա Քրիստոսի գիտությունով։ Ինչը երկու տարբեր բաներ են, Աստծո գիտություն, Քրիստոսի գիտություն, նույնն է։ Ինչ ապացույց ունենք, որ Քրիստոս Աստված է։ Լավ, այս գիտությունը որտեղից ձեռք բերենք, օդից բռնենք, կամ ասենք Տեր, տուր։ Աստված ասում է տվել եմ։ Ինք արդեն տվել է, մարդիկ ուզում են։ Ինչպես տվեց խոսքը, լոգոս, Աստծո իմացականությունը, սկզբից էր բանը, բանականությունը, եւ այդ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Բանն Աստծո, Հիսուս Քրիստոս։ Ստանալու միջոցը, ինչպես այն վերցնենք, Աստծո խոսքը կարդալով եւ լսելով։ Այս կարդալով է եւ լսելով է, որ մենք այնպիսի գիտություն ենք ստանում, որ աշխարհը այդ գիտության մասին գաղափար անգամ չունի։ Հավիտենական կյանքը իրենց համար ծիծաղելի մի բան է, որովհետև մարմինը գնաց գերեզման, վերջացավ, հող դարձավ։ Նրանք չգիտեն վարակույրի ետևում ինչ կա։ Մեռելների հարություն, մեղքերի թողություն, նոր երկինք, նոր երկիր, երկնային Երուսաղեմ։ Գաղափար ունի աշխարհի գիտությունը այս մասին։ Բոլորովին գաղափար չունի։ Դրախտն ու դժոխքն էլ իրենց համար անեկդոտի նյութ է դարձել,
Սակայն երբ որ հանկարծ չենք ցանկանում, ուզում ենք որ բոլորը փրկվեն, հավիտենական կյանք ունենան, բայց կան ամբարտավաններ, որ շարունակաբար ծաղրում են Աստծուն, նրա խոսքը, Աստծուն հավատացողներին, բայց հանկարծ կգա մի օր, որ կհայտնվեն միտեղ, որ երբեք չէին ուզենա գնան, եւ այնտեղի կրակը հավիտյանս հավիտենից մարում չունի, իրենց էլ վերջ չկա, պիտի այրվեն ու դրա վերջը չկա։ Մենք Աստծո խոսքով ենք հասկանում դրախտի եւ դժոխքի իրական վայր լինելու մասին։ Աստծո խոսքի մեջ աշխարհի խոսքի բնութագիր է կատարված։ Դերևս ոմանք այս հանգամանքը ճիշտ չհասկանան, չէ որ կրթված մարդիկ կան, որ շատ գեղեցիկ եւ զարգացած բանավոր խոսք ունեն, խոսքը այդ մասին չէ, ընդհանրական բնութագիր հետևյալն է տված, Եփեսացիս 4:29 ասում է ապականյալ խոսք, Եփեսացիս 5:4-ը հիմարական խոսք, Եփեսացիս 5:6-ը փուչ խոսք, այսինքն դատարկ է այդ խոսքը, նաև շարունակենք խորամանկ խոսք, շողոքորթող խոսք, ցնորական, չար, պարապ, սուտ, այսպիսի բնորոշում է տրված մարդկային խոսքին։ Իսկ Աստծո խոսքի բնութագիրը վայելենք, հա։ Ճշմարտության խոսք, ճշմարտություն, որ մարդուն կազատի։ Դուք գիտեք ճշմարտությունը եւ այդ ճշմարտությունը ձեզ պիտի ազատի, այդ լոգոս խոսքը։ Ծնունդ տվող խոսք, Հակոբոս 1:18, իր ուզելով մեզ ծնեց ճշմարտության խոսքով, Փիլիպպեցիս 2:16, կենաց խոսք, կյանք տվող խոսք, հավատարիմ խոսք, ողջամիտ խոսք, 1 Տիմոթեոս 6:3, իմաստուն խոսք, հաշտության խոսք, այդ խոսքը, որ մեզ հասավ, ընդունեցինք, մեր Աստծո հետ հաշտություն ունեցանք եւ մարդ հաշտություն բերվեց։ Շիտակ խոսք, շնորհած խոսք, հանճարի խոսք, մաքուր խոսք եւ շարունակությունը դուք կարող եք գտնել։ Բազմաթիվ այսպիսի բնորոշումներ Աստծո խոսքին։ Աստծո խոսքը հիմարին իմաստուն կարող է անել, որպեսզի ինչ ճանաչի թե ով է ինքը, որտեղից է գալիս, ով է իրեն ստեղծել եւ իր վախճանը ինչ է։ Ահա ճշմարիտ քրիստոնյաները, նրանք ովքեր որ առաջնորդվում են Աստծո խոսքով, այս ճշմարտությունները գիտեն, որ մեղավոր ծնունդով աշխարհ եկան, գիտեն, որ դատապարտված են որպես մեղավորներ, բայց հավատացին եւ ընդունեցին Տեր Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, իրենց մեղքերին թողություն եւ քավություն եղավ եւ հավիտենական կյանք ձեռք բերեցին, որովհետեւ Տեր Հիսուսի այն խոսքը, որ թեև մեռնեք պիտի ապրեք, ով որ ինձ հավատա, հավիտյանս հավիտենից պիտի ապրի։ Հոգևոր գիտություն անբարելը հրաշալի է։ Այն հոգևոր աճ կարող է բերել։ Սակայն միայն գիտենալը մնում է որպես գիտություն։ Այդ գիտությունը մեր կյանքերի մեջ գործադրությամբ պիտի դնենք։ Երբ որ գործադրենք, այդ գիտությունը կդառնա ինչ? Իմաստություն։ Ուզում ենք իմաստունների նման ապրենք, այդ խոսքը գործադրության դնենք։ Եվ Տեր Հիսուս ասաց, խոսքը միայն լսողներ մի եղեք, այլ նաև խոսքը կատարեցեք։ Եվ նաև ում որ շատ տրվեց, շատ էլ պիտի պահանջվի։ Այսքանը որ գիտես, արդյոք դրա համեմատ հոգևոր կյանք ապրում ես թե ոչ։ Աստծո կողմից ակնկալված ինչ է քրիստոնյայից, որպեսզի այդ Քրիստոսով նոր ծնունդը մեծանա եւ կարողանանք Սուրբ Հոգու զորությամբ, Հոգու ներգործությամբ ապրենք հոգևոր կյանք։ Դրա համար հետեւյալը Կողոսացիս 3-րդ գլուխ 9-10 համարները։ Հին մարդը
Ադամի բնությունը ձեր վրայից հանեք, գործառությունից դուրս դրեք, որ հին մարդը իր ամեն այդ չարիքներով այս կյանքի մեջ չարտացոլվի, այլ հագեք այն նորը գիտությունով նորոգված, այս գերազանց գիտությունը, կենարար գիտությունը իր ստեղծողի պատկերի պես։ Ուրեմն, միայն հավատալը չէ, միայն հավիտենական կյանքը ապահովելը չէ, սա անշուշտ որ ամենակարևորն է, սակայն նաև մեր կյանքը պիտի քննվի Աստծո կողմից եւ Աստված այս կյանքի մեջ մեզանից ակնկալում է, որ մենք հոգեվոր կյանքով ապրենք։ Դրա համար կարևոր է հոգեվոր գիտությունը եւ այդ գիտությունը կյանքի մեջ գործադրության դնելը։ Հոգևոր գիտությունը նաև անհրաժեշտ է հետևյալի համար, կարդանք Եփեսացիս առաջի գլուխ 17-18 համարները։ Որպեսի Տեր Հիսուս Քրիստոս փառած Հայրը տա ձեզ իմաստության եւ հայտնության հոգին իր գիտությունով, իմաստության հոգին, սա ինչ հոգի է, Աստծո բնությունը, ինքնությունը ճանաչելու հոգին, և նաև հայտնության հոգին, ինչ հայտնություն է սա, դրսից եկած հայտնություններ, և անունը դրվի, որ Աստված տվեց, նոր հայտնություններ չկա, ինչ հայտնություն կա Աստծո խոսքի մեջ է, Ապոկալիպսիս հունարեն գրված է, այսինքն քողազերծել, այն ինչ որ պահված է Աստծո խոսքի մեջ, այդ հոգին է, Սուրբ հոգին է, որ վեր է հանում եւ մենք ճանաչում ենք Քրիստոսի կամքը, Աստծո գործերը։ Նոր հայտնություններ չկա, այլապես եթե մեկը Սուրբ գրքից դուրս հայտնություն է բերում, դա նշանակում է նա Աստծո խոսքի վրա ավելացում է կատարում։ Եվ Աստծո խոսքը ասում է. վայ նրանց, որ գրվածի վրա մի բան ավելացնեն, որովհետև նրանց վրա պիտի գա այն հարվածները, որ Աստված արդեն պատրաստել է, այնպես որ զգուշանանք, ամեն մտածածին բաներ, սատանայի բերած խորհուրդներ, մարդու սրտի ցանկություններ, Աստծո հայտնության տեղ մարդկանց չներկայացնենք, այդպիսով ցույց տալով, որ մենք այնպիսի մեծ մեկն ենք, որ Աստված մասնավորինց հայտնություններ է տալիս։ Աստծո ամբողջ կամքը այս գրքի մեջ է, 66 գրքեր, կնքված է, ամեն ինչ կա նրա մեջ։ Անհատակ օվկիանոս է։ Երբեք էլ այս կյանքի մեջ մենք ամբողջությամբ չենք հասկանալու։ Ամբողջ հավիտենականության մեջ մենք պիտի սկսենք Աստծուն ճանաչել։ Շատեն քիչը գիտենք։ Երբ որ կատարյալը գա, շատեն քիչը պիտի խափանվի։ Ավելին պիտի իմանանք հավիտենականության մեջ։ Նաև ասում է, որպիսի սրտենիդ աչքերը լուսավորվելով գիտենաք ինչ է անոր ձեզ կանչելու հույսը և ինչ է անոր ժառանգության փառքին ճոխությունը սուրբերի մեջ։ Ձեր աչքերը լուսավորվելով։ Որ աչքերը? Հոգևոր աչքերը։ Որտեղ են գտնվում? Բացատրություն հետևյալն է։ Մտքի ըմբռնողականությունը։ Մեր մտքերը բացի Տերը, որպեսզի ճանաչենք ինչ է մեզ կանչելու հույսը, ինչի համար ենք մենք այս աշխարհ եկել, ինչի համար ենք մենք հավատացյալ դարձել, եւ Աստված ինչ ծրագրեր ունի ամբողջ հավիտենականության համար։ Այս գերազանց գիտություն ունենալը եւ գործածելը անպայմանորեն պիտի ուղեկցվի մի շատ կարևոր հանգամանքով։ Կռահում եք։ Եթե ունենամ ամեն գիտություն եւ սեր չունենամ, ոչինչ է։ Հետևաբար, սերը պիտի ուղեկցվի հոգևոր գիտությանը, որովհետեւ գիտությունը միայն կարող է հպարտացնել։ Իսկ սերը շինություն է անում,
Ուրեմն Աստված պաշտությունը, ամբողջ ընթացքը, հոգևոր ստացած մեր գիտությունը գործածելու հիմքը Քրիստոսի սերն է։ Այն ինչ որ սիրով վրա է կազմված, Սուրբ Հոգին աճեցնում է։ Բայց եթե դառնա հոգի մեկը, որքան էլ մեծ գիտություն ունենա, նա կարող է Աստծո դաշտի մեջ ծառայել եւ պտուղ բերել, ոչ, որովհետեւ առաջի կարևոր բանը, որ Աստված մեզանից պիտի հարցնի, դա սերն է։ Այն սերը, որ հավիտյանս հավիտենից պիտի մնա։ Ուրեմն հոգևոր գիտություն ամբարենք, սա շատ կարևոր է։ Եթե չիմանանք, ինչպես ուրիշներին պիտի սովորեցնենք, ահա դա է պատճառը, որ անհավատ մարդիկ այստեղից անտեղից մի երկու բաներ իմանալով հավատացյալին հարց են տալիս եւ հավատացյալը երբ որ չի կարողանում պատասխանել, ասում են, տեսնում եք, այդ ինչի եք հավատացել, իսկի չգիտեք պատասխանը։ Բայց Աստծո խոսքը ասում է, զինվենք Աստծո խոսքով, որ այդպիսիներին պապանձեցնենք։ Մենք Աստծո որդի ենք դարձել եւ մեզ տրվել է Աստվածային կենարար գերազանց գիտությունը։ Այդ գիտությունը սիրո հետ մեկտեղ շաղախված գործադրության դնենք մեր կյանքերի մեջ եւ թող փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին հավիտյանս, ամեն։ See
Երբ ծում